Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ես ուզում եմ ողջունել ձեզ նորից բանաստեղծությամբ եւ թող այն զորացնի մեր հավատքը, ու մեջ որ հավատքը կենթանի չի, թող կենթանություն տա մեր հավատքին։ Թող Սուրբ Հոգին հպվի մեր սրտերին։ Հիսուս Քրիստոսում չկա դատապարտություն։ Հիսուս Քրիստոսով դու կներվես ու կարդարացվես, եթե քո եսը խոնարեցնես ու գոռոզությունիցդ հրաժարվես։ Հիսուս Քրիստոսում չկա պարտություն։ Հիսուս Քրիստոսով դու կհաղթահարես ու կհաղթես, թե քո մեղքերին, թե չար ուժերին, թե կուռքերին, թե կախվածության մեջ քեզ պահող ցանկություններիդ։ Հիսուս Քրիստոսում չկա անտարբերություն։ Հիսուս Քրիստոսով դու կբռնկվես աստվածային հոգատարությամբ, մեծասրտությամբ եւ խոնարհությամբ։ Աստվածային սերը սիրտդ կլցվի ու քեզ նորովի սիրել կսովորեցնի։ Հիսուս Քրիստոսում չկա աններողամտություն։ Հիսուս Քրիստոսով անարժանը ներմանն ու փրկությանը արժանի է դառնում, քանզի Աստծո շնորհն է այդպես ցանկանում, եւ Հիսուսի արյունը ներում է հայցում։ Հիսուս Քրիստոսում չկա խռովություն։ Հիսուս Քրիստոսով գալիս է հաշտություն ու սուրբ միաբանություն, քանզի Քրիստոսի խաչով Հայր Աստված մեզ ու ամեն բան իր հետ հաշտեցրեց։ Հիսուս Քրիստոսում չկա անարդարություն։ Հիսուս Քրիստոսով արդարության պատմուճան ես դու հագնում։ Նա է արդար դատավորը, իմաստունը եւ խոհեմը։ Մեր սրտերն է նա քննում, մեր սրտի դիրքը կարևորում։ Ու իմ ու քո պես ճարտար խոսքերից ու մարդկային գործերից նա երբեք չի խափնվում։ Հիսուս Քրիստոսում չկա անհնազանդություն եւ ապստամբություն։ Հիսուս Քրիստոսով շնորհից շնորհ, օր-օրի վրա Աստծու որդուն ես դու նմանվում, նրա նման ես դու մտածում, ու փոխակերպված անձդ քո ասում է. ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը լինի Տեր։ Հիսուս Քրիստոսում չկա վախի իշխանություն։ Հիսուս Քրիստոսով դու խաղաղություն ես ձեռք բերում, որ բացատրել չի լինի, ու արարիչ Աստծուն որպես հայրիկ ես դիմում։ Հիսուս Քրիստոսում չկա մահ ու կործանում։ Հիսուս Քրիստոսով անապական կյանքի սերմն է քո մեջ սերմանվում։ Հիսուս Քրիստոսով հարության զորությունն է քո մեջ բնակվում։ Արդ մարդ սիրելի, Հիսուսին դառի, Աստծո հետ հաշտվի ու փրկություն դու գտի։ Թող այս բանաստեղծությունը, որ Սուրբ Հոգուց է, մխրճվի ձեր սրտերի մեջ, բացի ձեզ համար ճշմարտությունը Աստծո մասին, փրկության մասին եւ Հիսուսի մասին։ Իսկ հիմա կարդանք Ելք գիրքը 15-րդ գլուխը եւ Աստծո խոսքը անձամբ լսենք, ընդունենք մեր սրտի ու մեր մտքի մեջ։ Երեք մենք նախկին դասը Մովսեսի փառաբանության երգներ, որ Մովսեսն ու ժողովուրդը երգում էին Աստծուն, փառաբանելով Աստծուն իր կատարած գործերի համար, որ արեց ժողովրդին Եգիպտոսից դուրս բերելից։ Ու Մովսեսի երգը ավարտվեց հետևյալ խոսքերով. Տերը պիտի թագավորի Հավիտյանս Հավիտենից, որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, եւ Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով։ Խոսեցինք այն մասին, որ այդպիսի մեծ հաղթանակից հետո մենք կարող ենք մտածել, որ Իսրայելը իսկապես հավատաց դրան եւ նրանք իսկապես պատրաստ էին թույլ տալ, որ Տերը Հավիտյանս թագավորի իրենց վրա ու առաջնորդի իրենց միշտ։ Ցավոք սրտի այս վիճակը երկար չտևեց եւ ասեցինք, որ սա ցույց է տալիս մեր մարդկային սրտի անհավատարիմ վիճակը։
Ու չնայած դրան, այս ճշմարտությունը անփոփոխ է ու անսասան, Տերը կթագավորի Հավիտյանս Հավիտենից։ Մովսեսի երգի այս խոսքերը կարմիր թելի պես անցնում են ողջ Աստվածաշնչով, հին կտակարանից մինչև նոր կտակարան, ու իրենց վերջնական հաստատությունը գտնում են Հայտնության գրքում, նոր կտակարանի վերջին գրքում, որտեղ մեծ տառապանքների միջով անցած, մեծ հաղթանակ ապրած եւ մեծ ծովի ափին կանգնած բազմամիլիոն բազմությունը երգում է այս երգը նորից։ Կարդանք Հայտնության 15-րդ գլխի 3-ից 4 խոսքերը։ Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը ու գառան երգը, Հիսուսի երգը, ասելով. «Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տեր Աստված ամենակալ։ Արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ով ազգերի Թագավոր։ Ով է, որ չի երկնչելու, Տեր, եւ քո անունը չի փառավորելու, որովհետև միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջ պիտի երկրպագություն անեն, քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։ Աստծո իրական ժողովրդի համար Մովսեսի այս խոսքերը ճշմարիտ ու հոգու խոսքեր են, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գովաբանել Աստծուն եւ շնորհակալություն հայտնել նրան, իր ժողովրդի համար արած բոլոր բարիքների համար։ Աստծո մարդիկ գոհանում, մեծարում ու փառաբանում են ու երգում են ազատագրման, հաղթանակի, պաշտպանության, վստահության համար։ Սուրբ գրքում Մովսեսի երգին շատ հղումներ կան ու հասկանում ենք այն, որ ակնհայտ է, որ այս երգը լի է խորը հոգևոր նշանակությամբ։ Այն մեզ սովորեցնում է ոչ միայն գովաբանել Աստծուն, նրա ժողովրդին ստրկացրած Եգիպտոսի բառացի կործանման համար, այլև գովաբանել Աստծուն չարի ու խավարի բոլոր ուժերի կործանման եւ բոլոր ընտրյալների վերջնական ազատագրման համար, ասում է Չարլզ Սպըրջենը։ Եվ հիմա էլ Մովսեսի քույր Մարիամը առաջնորդում է կանանց երկրպագության մեջ, կարդանք այդ հատվածը։ Մարիամի երգը։ Ահարոնի քույր Մարիամ մարգարեհուին իր ձեռքն առավ թմբուկը եւ բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ Մարիամը երգեց նրանց. «Օրհներգեցեք Տիրոջը, որտև փառքով է փառավորված, ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել, այստեղ մենք տեսնում ենք փառաբանության տարբեր ձև, որին մենք սովոր ենք օրինակ առաքելական եկեղեցում կամ կաթողիկ եկեղեցում, ավելի ազատ փառաբանություն, թմբուկով, պարով։ Այսինքն եթե մարդիկ կան, որոնք ասում են, այդ նման ազատ փառաբանությունները աղանդներից են, այդ մարդկանց ասեք, թող գնան Աստվածաշունչը կարդան։ Ահարոնի քույր Մարիամ մարգարեհուին։ Սա Մովսեսի քրոջ Մարիամի անունով առաջին հիշատակումն է եւ նկարագրվում է նա որպես Ահարոնի քույր, ուստի նա նաեւ Մովսեսի քույրն է, որը մենք գիտենք Ելք գլխի 4 գլխի 14-ից, կարող եք կարդալ եւ վերհիշել։ Թվեր գրքի 26-րդ գլխի 59-ը կարծես ցույց է տալիս, որ Մովսեսը միայն մեկ քույր ուներ։ Եկեք կարդանք։ Կահաթը ծնեց Ամրամին։ Ամրամի կնոջ անունն էր Հոքաբեդ, որը Ղևիի դուստրն էր, եւ որը Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Իսկ Ելք գրքի 2-րդ գլխի 4-ից էլ գիտենք, որ հենց Մովսեսի քույրն էր, հսկում այն զամբյուղը, որի մեջ փոքրիկ Մովսեսն էր, երբ այն դրվեց Նեղոս գետի վրա, նրա կյանքը փրկելու համար։ Հիշում եք, փարավոնը հրաման էր տվել, որ նորածին բոլոր տղաներին պիտի սպանեին, եւ Մովսեսի մայրը նրան թաքցրեց զամբյուղի մեջ ու տարան դրեցին Նեղոս գետի վրա, եւ Մովսեսի քույրը կանգնած էր գետի ափին ու ոնց որ հսկում էր տեսներ, թե իր եղբոր հետ ինչ է լինելու։
Եվ վերջապես Մովսեսի փոքրիկ քույրն էր, որ երբ տեսավ փարավոնի քույրն ա գտել երեխայի զամբյուղը, առաջարկեց փարավոնի քրոջը, որ հենց Մովսեսի մայրը խնամի ու կաթ տա նրան ու դառնա Մովսեսի դայակը։ Դե իհարկե, նա չասեց փարավոնի քրոջը, որ այդ կինը Մովսեսի մայրն է։ Մովսեսի մորը որպես նրա դայակ վարձելը դասավորեց փոքրիկ քույրը Մովսեսի։ Թվեր 26 գլխի 59-ի հիման վրա կարող ենք ասել, որ այդ փոքրիկ քույրը հավանաբար գրեթե անկասկած այս Մարիամն էր, Մովսեսի ավագ քույրը։ Մենք նաև տեսնում ենք, որ Մարիամը որոշակի մարգարեական պարգևներ ուներ, որտեղ նա անվանվում է մարգարեուհի։ Հետագայում նա իր ղեկավարի առաջնորդի դիրքը օգտագործեց անխոհեմ եւ անաստված ձևով Մովսեսի իշխանությանը մարտահրավեր նետելու համար, եւ Աստծո բարկությունը եկավ նրա վրա, ու նա բորոտացավ, մինչև որ Մովսեսը աղոթեց նրա համար ու Մարիամը բժշկվեց։ Անկախ նրանից, թե որքան հոգևոր պարգևներ մենք ունենք, երբ մենք անխոհեմաբար, հասկանալով կամ չհասկանալով, դուրս են գալիս Աստծո դեմ, Աստծո առաջնորդների դեմ, դա Աստծո սրտով չէ ու շարժում է նրա զայրույթը։ Ինքներդ կարդացեք Թվեր գրքի 12 գլուխը ավելի մանրամասները իմանալու համար։ Բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ Մարիամը ղեկավարում էր, առաջնորդում էր կանանց փառաբանության խումբը, եւ նրանք շարունակաբար երգում էին. «Օժնեցեք Տիրոջը, որտև փառքով է փառավորված, ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։ Մենք էլ կարիք ունենք այսպես օժներկել Տիրոջը։ Կարևոր չէ բառերը շատ լինեն, այլ որ սրտանց լինեն, անկեղծ լինեն ու վերաբերեն այն ամենին, որ Տերն արել է քեզ համար, քո ընտանիքի համար, ազգիդ համար, բոլոր քրիստոնյաների համար, մարդկության համար եւ չարի դեմ։ Հիմա անցնում ենք մի հատվածի, երբ Աստծո ժողովուրդը փրկվել է եգիպտացիների ձեռքից, բայց նոր փորձություններ են գալիս նրանց առաջ, ու դրանցից մեկը այն է, որ ծարավ էին, ու Աստված դառը ջուրը քաղցրահամ ու խմելի է դարձնում։ Կարդանք դառը ջուրը։ Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ 3 օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր։ Դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ, ասելով. «Ինչ խմենք»։ Մովսեսը աղաղակեց Տիրոջը, եւ Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մեկ այլ տեղում ասում է մի ծառ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, եւ ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը դրանց օրենք ու դատաստան տվեց, եւ այստեղ փորձեց նրանց, եւ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծո ձայնը, անես այն, ինչ ուղիղ է Տիրոջ աչքին, եւ հնազանդվես Տիրոջ պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեն բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը քո բժիշկը»։ Էլոհիմ Ռաֆա։ Եվ եկան Եղին, այնտեղ կային ջրի 12 աղբյուր և 70 արմավենի, նրանք այնտեղ ջրերի մոտ կանգ առան։ Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ 3 օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ Աստծո մարդը, Աստծո առաջնորդը Մովսեսը Իսրայելի ժողովրդին տարավ, բայց անսովոր ճանապարհով։ Սուրի անապատը գտնվում էր ծովի երկայնքով տանող հիմնական առևտրային ճանապարհից դուրս։ Նրանք 3 օր գնացին անապատում ու ջուր չգտան։
3 օրը շատ երկար ժամանակ չէ, կներեք, 3 օրը ինքնին շատ երկար ժամանակ չէ, բայց 3 օրը անգամ բավական է մարդու համար մոռանալու Աստծո մեծ հաղթանակն ու զորությունը։ Այժմ Իսրայելը պետք է երկար ու դժվարին ճանապարհորդության գնար, չոր ու տաપ անապատով։ 3 օրը առավելագույն ժամանակն է, որ մարդու մարմինը կարող է առանց ջրի մնալ անապատում, ասում է մեկնաբանը։ Ջրի եւ շատ լինելը եւ քիչ լինելը վտանգավոր են մարդու համար։ Եգիպտացիների համար վտանգավոր էր։ Ծովի ջուրը շատ էր, ու եգիպտացիները խեղդվեցին ծովի առատ ջրերի մեջ։ Իսկ Աստծո ժողովուրդը Իսրայելը այժմ տառապում էր ջրի պակասից։ Այդպես կարող է լինել նաև մեզ հետ, երբ մենք հաճախ բավականաչափ հարստություն ունենք, անգամ չափազանց շատ ու տրվում ենք մեր զգայական, մարմնական ու աշխարհիկ հաճույքներին, մինչև որ խեղդվում ենք այդ հաճույքների մեջ և կործանվում բարգավաճման հեղեղների մեջ, ասում է Չարլզ Սպըրջենը։ Դրա լավագույն օրինակներից մեկը Սողոմոն թագավորն էր։ Եկան մեռա, բայց չկարողացան խմել մեռայի ջրից, որտև այն դառն էր, դրա համար այդ վայրը կոչվեց մեռա։ Սա Իսրայել ժողովրդի համար հավանաբար դաժան կատակի նման էր։ 3 օր ջուր չգտնելուց հետո նրանք վերջապես ջրի հանդիպեցին և պարզեցին, որ այդ ջուրը խմելու համար անպիտան է։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ, ասելով. «Ինչ խմենք»։ Նորից տեսնում ենք, որ հենց ընկնում ենք փորձության, դժվարության ու թվացյալ պարտության մեջ, մեր առաջին իմպուլսը մեր առաջնորդին մեղադրելն է ու նրանից լուծում պահանջելը։ Իհարկե սխալ բան չի, որ առաջնորդից ակնկալենք, սխալը տրտնջալն է աղոթելու փոխարեն։ Սխալը մեր ինչ խմենք է այս դեպքում որպես մեղադրական ներկայացնելն է մեր առաջնորդներին։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է մի ծառ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Աստծո ուղղորդմանը հետևելով Մովսեսը ջրերը խմելի դարձրեց, և Իսրայելը ջուր գտավ անապատում։ Իհարկե, այդ ամբողջը Աստծո զորությունն էր, ոչ ծառը, ոչ Մովսեսը չդարձրին ջուրը քաղցրահամ, այլ Տերը իր ողորմությամբ և իր զորությամբ։ Բայց հիմա մենք կարող ենք մտածել, ինչու Մովսեսը միանգամից չօգտագործեց իր ձեռքի գավազանը, որի միջոցով Աստված արդեն գործել էր ու բաժանել էր Կարմիր ծովի ջրերը։ Գիտեք ինչի այդպես կմտածենք, որտև մենք միշտ կողմ ենք հին մեթոդները օգտագործելու, բայց Աստված գերիշխան է, և նա կաշխատի այնպես, ինչպես ցանկանում է, և Աստծո լուծումները միշտ նույնը չեն, նույն ձև չեն գալիս։ Աստված որոշակի բանաձևերով չի առաջնորդվում։ Մովսեսը ճիշտ էր, որ դիմեց Աստծուն, և ինքը և ժողովուրդը Աստծուն են պատկանում, և Աստված պետք է առաջնորդեր ու լուծումներ տա։ Ամեն իրավիճակում պետք է դիմենք Աստծուն և Աստծո լուծումներով առաջնորդվենք։ Որտև եթե մենք ասենք, ես գիտեմ, սա է աշխատում, մենք կսկսենք մեզ վստահել, մեր իմացածին, և ոչ թե Աստծո զորությանը։ Մեկնաբան Բուքինգհամը բավականին մեծ մեկնաբանություններ է գրել այս ելքի ճանապարհորդության մասին, Եգիպտոսից Իսրայելի դուրս գալու մասին, և ինքը նկարագրում է, թե ինչպես կարող էր այս ամենը լինել։ Նա ասում է, որ կոտրված ծառի մեջ կամ ծառի ճյուղի մեջ կուտակված հանքային պարունակությունը լցվեց ջրի մեջ, այն դարձնելով խմելի։ Նա նաև ենթադրում է, որ չնայած ջրերը այժմ խմելի էին, ջրերում դեռևս կար մագնեզիումի և կալցիումի զգալի պարունակություն, և դրա լուծողական ազդեցությունը մաքրելու էր Իսրայելի ժողովրդի մարսողական համակարգը, մաքրելով նրանց եգիպտական տարածված հիվանդություններից, ինչպիսիք են ամեոբիկ դիզենտերիան,
Բիլհարզիան, որը թուլացնող հիվանդություն է, որը տարածված էր եգիպտացի գյուղացիների շրջանում։ Բացի այդ, կալցիումը եւ մագնեզիումը միասին կազմում են դոլոմիտ կոչվող դեղամիջոցի հիմքը, որն օգտագործվում է որոշ մարզիկների կողմից որպես շոկ եղանակային պայմաններում պերֆորմանսը, մեր շարժվելու գործ անելու ունակությունը բարձրացնող միջոց։ Մարայում Աստված ապահովեց ճիշտ դեղամիջոցը թե իր ժողովրդի օրգանիզմը մաքրելու համար եւ թե նրանց ֆիզիկապես պատրաստելու դեպի Սինա լեռը գնալու երկար ու շոգ ճանապարհի համար։ Կարող ենք ասել, որ Աստված ոչ միայն հետաքրքրված էր Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերելով, այլև ցանկանում էր Եգիպտոսը դուրս բերել Իսրայելի որդիների միջից, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Նույնը մեզ է վերաբերվում։ Աստծո բժշկությունը եւ մեր հոգու եւ մեր ֆիզիկական մարմնի համար է։ Մեզ ազատում է ոչ միայն մեղքի իշխանությունից, այլ մեղքի հանդեպ մեր սերն է նաեւ հանում մեր մեջից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, եւ Տերը նրան մի փայտ ցույց տվեց, կամ մի ծառ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ եւ ջուրը քաղցրահամ դարձավ։ Միջնադարյան մեկնաբանները հիացած էին այստեղ խաչի մասին հղում տեսնելով, որի միջոցով քաղցրանում է կյանքի ամենադառը ջրերը, որտեղ ասվում է Աստվածաշնչում, որ Հիսուսը ծառից կախվեց, այսինքն խաչի փայտը այստեղ ծառն է ներկայացնում։ Կարդանք Գործ Առաքելոցի 5-րդ գլխի 30-ից 32 խոսքերը։ Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։ Խաչված լինել փայտին նշանակում է ծառից կախված լինել, փայտից կախված լինել։ Աստված իր աջով նրան որպես առաջնորդ ու փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայելին ապաշխարություն եւ մեղքերի թողություն տա։ Եվ այս դառը ջրերի պատմության մեջ, այն որ փայտն է գցվում ջրի մեջ, մեկնաբաններն ասում են սա խաչի սիմվոլիկան է, Հիսուսի մեր մեղքերը վերցնելու սիմվոլիկան է, որ իր կյանքով նա մեր դառը կյանքերը վերցրեց եւ մեզ ներված, մաքրված կյանքեր տվեց փոխարենը։ Աստված իր աջով նրան որպես առաջնորդ ու փրկիչ բարձրացրեց, որպես Իսրայելին ապաշխարություն եւ մեղքերին թողություն տա, եւ նույնը արեց մեզ համար։ Եվ Աստված այս վայրում փորձում է Իսրայելին։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց եւ այստեղ փորձեց նրանց։ Եվ ասաց. եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, եւ հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեն բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որտեվ ես եմ Տերը, քո բժիշկը։ Եվ եկան Եղիմ, այնտեղ կային ջրի 12 աղբյուր եւ 70 արմավենի, նրանք այնտեղ ջրերի մոտ կանգ առան։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց եւ այստեղ փորձեց նրանց։ Աստված փորձեց Իսրայելին, նրանց հնազանդվելու հրաման տալով։ Երբ Աստված մեզ ասում է ինչ անել, նա իրականում մեզ փորձություն է տալիս։ Մեր հնազանդությունը որոշում է, թե արդյոք մենք կանցնենք փորձությունը, թե ոչ։ Պետք է ապացուցվեր ստուգելով, թե արդյոք Իսրայելի զավակները երկրպագող ժողովուրդ էին, որոնք երբեմն տրտնջում էին, թե նրանք իրականում տրտնջացող ժողովուրդ էին, որոնք երբեմն երկրպագում էին։ Նրանց իրական բնույթը բացահայտվելու էր միայն փորձության ժամանակ։ Այս հարցը ինքներս մեզ պիտի տանք, արդյոք մենք տրտնջացող ժողովուրդ ենք, որ երբեմն երկրպագում ենք Աստծուն, թե մենք երկրպագող ժողովուրդ ենք, որ երբեմն ուղղակի տրտնջում ենք։ Որովհետև դա ցույց է տալիս մեր իսկական վերաբերմունքը Աստծո հանդեպ։ Եվ ինչպես իսրայելցիները մենք եւս մեր իրական էությունը
բացահայտվում է փորձության ժամանակ։ Երբ ամեն լավ բան է գնում, բոլորս էլ սուրբ ենք։ Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծո ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, եւ հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեն բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որտեվ ես եմ Տերը քո բժիշկը։ Սա Աստծո խոստումն էր Իսրայելին, եթե հնազանդվեին։ Շատ առումներով նրանց ֆիզիկական առողջությունը ուղղակիորեն կապված էր նրանց հնազանդության հետ։ Դոկտոր Մակմիլլենը իր այս հիվանդություններից ոչ մեկը գրքում նշել է, որ Աստծո օրենքներից շատերը, որ տրվել էր Իսրայելին, ուղղակի ազդեցություն ունեին նրանց հիգիենայի եւ առողջության վրա։ Այնպիսի սովորույթներ, ինչպիսիք էին թլպատումը, կարանտինը, հոսող ջրով լվացվելը, կոշեր, այսինքն անարյուն միս ուտելը, իրական բժշկական ճեղքում բերեցին Իսրայելի ժողովրդին հիվանդություններից զերծ պահելու գործում։ Հնազանդվեին, չէին հիվանդանա։ Բժշկական ուղղակի հետևանքներից զատ հնազանդությունը նաև նշանակում է, որ մենք խաղաղության մեջ ենք Աստծո հետ եւ ազատ ենք կյանքում հսկայական ստրեսներից, անհանգստություններից ու պանիկաներից։ Սա ակնհայտ օգուտ ունի ցանկացած մարդու առողջության համար։ Այս հրաշքը դառը ջուրը քաղցր ջրի վերածելը կապված էր խոստման հետ, եւ խոստումը սա էր. այսուհետ պատվիրաններին եւ կանոններին հնազանդվելը կբերի բուժում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե բարոյապես։ Բայց պայմանը հնազանդությունն էր։ Աստծո բոլոր խոստումները պայման ունեն։ Աստծո սերը անպայմանական է։ Բայց Աստծո բոլոր խոստումները պայմանական են։ Աստծո սերը անպայմանական է, բայց որպեսզի ստանաս, պիտի գաս Հիսուսի մոտ։ Մարան դառնության ու փորձության վայր էր, բայց քանի որ Իսրայելը դիմացավ եւ ստացավ հոգացություն եւ օգնություն Աստծուց, այդ փորձության վայրը շահավետ ժամանակ դարձավ Իսրայելի ժողովրդի համար։ Որն էր այդ շահը, որ ստացան փորձության մեջ։ Նրանք սովորեցին աղոթել։ Նրանք սովորեցին իրենց չվստահել, սովորեցին ամենօրյա կախվածություն Աստծուց, իրենց ամեն տեսակ կարիքների համար, սովորեցին հնազանդություն եւ նույնիսկ ծանոթացան Աստծո մի նոր կողմի հետ, հասկացան Աստծո նոր անունը՝ Եհովա Ռաֆա, ես եմ Տերը, քո բժիշկը։ Եվ այս ամենը թե Իսրայելը եւ թե հավատացյալ մարդը ձեռք է բերում քննության միջոցով, անձնական այդ փորձառության միջոցով եւ սովորելով։ Չլինեն մեր կյանքում փորձություններ, մենք այս բաները այդպես էլ չենք սովորի։ Սրանք Աստծո նպատակներն են մեր կյանքում, երբ անց է կացնում մեզ փորձությունների միջով, որպեսզի սովորենք աղոթել, որպեսզի սովորենք ինքներս մեզ չվստահել, այլ ամեն բանում կախված մնանք Աստծուց, որպեսզի սովորենք հնազանդվել եւ ճանաչենք Աստծո էությունը, բազմակողմանի էությունը։ Եվ եկան Եղիմ, այնտեղ կային ջրի 12 աղբյուր եւ 70 արմավենի։ Նրանք այնտեղ ջրերի մոտ կանգ առան։ Փորձության ժամանակից հետո Աստված իր ժողովրդին տվեց թարմացման, վերականգնման ժամանակ։ Աստված ճշգրիտ գիտեր, թե ինչ կարիք ունեին նրանք, եւ նա գիտեր, թե երբ փորձի իր ժողովրդին եւ երբ հանգստություն տա նրանց։ Նույնն էլ ինձ ու քեզ է վերաբերում։ Աստված իմ ու քո հետ էլ վարվում է իր այս նույն գիտությամբ ու ողորմությամբ։ Նա նույնն է այսօր, երեկ ու ամեն օր։ Աստծո մեթոդիկան չի փոխվում։ Եղիմը հրաշալի վայր էր, այնտեղ կար սնունդ, 12 ջրհորով, 70 արմավենիով, սակայն Եղիմում Աստծո նոր հայտնություն չկար, ինչպես Մարայում, որտեղ Աստված իրեն հայտնեց որպես Եհովա Ռաֆա, որպես բժիշկ։
Իսրայելը Եղիմում հրաշք չունեցավ։ Նրանք ջրհորներ և արբավերիներ ունեին, սնունդ ունեին, բայց այնտեղ հրաշք չունեին։ Դառը ջուրը քաղցր ջրի փոխելու հրաշք փոխակերպում տեղի չունեցավ այնտեղ, և նրանք այնտեղ չունեցան ոչ պատվիրաններ, ոչ օրենքներ, ոչ խոստում, ոչ Աստծո նոր հայտնություն, ոչ էլ Եհովայի նոր անուն։ Սրա մասին խորհել է պետք։ Հաճախ մեր փափագած հանգստի վայրում բացակայում են նաև Աստծո խոստումները, հայտնությունները և նրա հրաշքները։ Աստծո հրաշքները տեղի են ունենում փորձության մեջ, դժվարության մեջ։ Նրա խոստումները դժվար ժամանակների համար են։ Հայտնությունները դժվար ժամանակների համար են։ Երբ մենք երկնքում լինենք, Աստծո հետ լինենք, արդեն մեզ հավատք պետք չի լինի։ Աստծո խոստումներն արդեն պետք չեն լինի, որտեղ դրանք արդեն իրականություն դարձած կլինեն։ Հիմա է մեզ պետք, երբ մենք անցնում ենք կյանքի դժվարություններով։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի և պահպանի ամենքիս։ Ամեն։